Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգարժան պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը հրաշալի ծրագիր է եւ մեր քաղաքացիները իսկապես հրաշալի օգտվում են այդ ծրագրից, բայց վերջերս անդադար դասում է, որ խիստ ծանրաբեռնված են հիվանդանոցները այդ ծրագրի արդյունքում։ Իհարկե, մեր քաղաքացիների իրավունքն է ամբողջովին օգտվելու այդ ծրագրից, բայց ինձ հետաքրքիր է որոշեցի հասկանալ, թե խնդիրն ինչումն է, որ այսպիսի ծանրաբեռնվածություն կա հիվանդանոցներում։ Պարզեցի երկու հանգամանք։ Առաջինը, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, նաև նրանց համախոհները առողջապահության համակարգում կոչ են անում քաղաքացիներին շտապ գալ օգտվել այս ծառայությունից, որովհետև հայտարարում են, որ ընտրությունից հետո այլևս կդադարեցվի այս ծրագիրը։ Եվ այս նույն կենտրոնները ընդդիմադիր հայտարարում են, որ իշխանությանը ընդամենը 1 ամիս է մնացել եւ իրենք վերցնելու են իշխանություն, այսինքն ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։ Հիմա հարց է առաջանում. եթե դուք պետք է հաղթեք ընտրություններում, ինչու եք հայտարարում, որ ծրագիրը ավարտվելու է հունիսի 7-ից հետո։ Նշանակում է դուք որոշել եք ընտրվելու դեպքում դադարեցնել այդ ծրագիրը։ Մյուս կողմից մտավախություն ունեք, որ դուք չեք հաջողելու եւ իշխանությունը շարունակելու այդ ծրագիրը եւ որոշել եք այս ձևով խոչընդոտել համակարգի իրականացմանը, այսինքն այնպիսի ծանրաբեռնվածություն ստեղծել, որ քաղաքացիները չկարողանան բոլորը օգտվել ծրագրից։ Ակնհայտ է, որ դուք ասում եք, մեր ընտրվելու դեպքում ծրագրի դադարեցվելու է։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, որ չընտրեք ընդդիմությանը, որպեսզի այս ծրագիրը չդադարեցվի, որովհետև ընդդիմությունը հայտարարում է, որ ծրագիրը դադարեցվելու է հունիսի 7-ից հետո։ Իսկ եթե իրենք հույս ունեն, որ եւ վստահ են, որ իշխանությունն է հաղթելու ընտրություններում, ուրեմն մենք հայտարարում ենք, որ երբեք այս ծրագիրը չենք դադարեցնելու, ընդհակառակը նոր կոմպոնենտներով հարստացնելու ենք այս համընդհանուր առողջապահության ծրագիրը, դարձնելու ենք համապարփակ առողջապահության ծրագիր։ Շնորհակալություն, լավ եղեք, առողջություն բոլորիս։